Սկզբնապես First Lady առաջին տիկին տերմինը վերաբերել է ԱՄՆ-ի նախագահի տիկնոջը, բայց հետո այն տարածվել է նաև այլ լեզուների և հիմա վերաբերում է ցանկացած երկրի։ ԱՄՆ-ում այս տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1849 թվականին Խորհրդային Միությունում, որի մաս է մոտ 7 տասնամյակ կազմել Հայաստանը, առաջին տիկնոջ գաղափարը կայացած չէր։ Հանրության կողմից իբրև առաջին տիկին առաջին անգամ ընկալվեց Ռիմա Դեմիրճյանը, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կինը։ Ինչպես էր անցնում նրա առօրյան այդ ընթացքում, Ռիմա Դեմիրճյանը հիշում է. Ես աշխատել եմ միշտ, դասավանդել եմ Պոլիտեխնիկ ինստիտուտում, սիրել եմ իմ աշխատանքը, երիտասարդությանը, միշտ ամենածանր պահերին էլ շարունակել եմ աշխատել, նույնիսկ երբ Կարեն Սերոբիչ արդեն տանն էր, այն մոտ 3 տարին, որ նստեց տանը, ես շարունակում էի աշխատել։ Դրանից բացի առօրյա հոգսերը, ճիշտ է, կային օգնողներ եւ այլ, բայց ես երբեք իմ ընտանիքից չեմ կտրվել, չեմ զբաղվել ինքս ինձ համար ինչ-որ բանով, ընդհանրապես նվիրել եմ ինձ ընտանիքին եւ Կարեն Սերոբիչին։ Դեռ երիտասարդ տարիներին մեծ պլաններ ունեի, լավ սովորող եմ եղել, որ ինձ ճանաչում է գիտեն, ապագա էին խոստանում, բայց ես շատ շուտ հասկացա, որ այն ինչ որ ես կտամ հասարակությանը, դա չնչին է համեմատած նրա հետ, ինչ Կարեն Դեմիրճյանը կտա։ Ես պետք է նրան օգնեմ, նրան սատար լինեմ, նրա թիկունքը ամրացնեմ։ Տիկին Ռիմայի խոսքերով նա ողջ կյանք լարված է ապրել որևէ պարագայում անզգուշ օրենք Կարեն Դեմիրճյանի հեղինակության վրա չազդելու համար։ Կնոջ գործն ամուսնու թիկունքը պահելն է, ասում է նա։ Միշտ ետին պլանում էինք։ Այդպես էր դրվածքը եւ ես համարում եմ, որ այնքան էլ սխալ չէր այն պայմաններում համենայն դեպս։ Գիտեք, ինձ հարց են տալիս, օգնել եք Կարեն Սերոբիչին։ Կարեն Սերոբիչը մի խոսք ուներ, ասում էր, եթե կինը չի խանգարում, արդեն օգնում է։ Ես էլ դրանից, ինչպես գրքումս գրել եմ, ինձ համար նոր բանաձև հանեցի, օգնիր առանց խանգարելու։ Եվ այդպես էի վարվում։ Ես օրինակ ինստիտուտում շատ բաներ եմ արել, կին խորհրդի նախագահի, անչափ շատ բաներ եմ արել, լավ։ Սկսած առօրյա բաներից վերջացած մի խոսքով չեմ ուզում թվարկել, հիմա երևի մի քանի հասարակական կազմակերպություն այդքան չեն անի, ինչքան ես գործ արեցի, բայց առանց ռեկլամի, առանց պրեսայի, նույնիսկ ինձնից նեղանում էին իմ խորհրդի անդամները, ոնց թե մանկապարտեզ ենք, այսպիսի հոյակապ մանկապարտեզ ենք բացում եւ նկարել, պրեսաբան, ասում էի չէ, պետք չի։ Ես գիտեի մի բան, որ այլ ինչ-որ հիմա դրական է համարվում, որպես քաղաքական ակտիվություն եւ այլը, այն ժամանակ չարաշահում կհամարվեր։ Եվ դա կլիներ շատ անարդարացի, որտեղ ոչ մի չարաշահում չեմ արել։ Պարզապես որտեղ կարողացել եմ, մարդկանց կյանքը լավացրել եմ։ Եվ ինստիտուտում արդեն գիտեին, որ սկսված ընդունելությունից, վերջացրած բնակարանային հարցով ինձ կարող են դիմել միայն այն դեպքում, երբ օրենքը խախտված է։ Այդ դեպքում ես արդարամիտ մարդ եմ եւ չեմ տանում անարդարություն։ Ես անպայման խառնվում էի եւ այսպես անուղակի ճանապարհներով հասնում ճշմարտությանը։ Բայց եթե օրենքից դուրս հարցեր մարդիկ նույնիսկ չէին էլ դիմում ինձ, այդպես արդեն կարծիքը կար։ Բա ինչպես են ինձ հարգում, որ ճանաչել են, տեսել են։